Անցած տարվա գարնանը այս սցենարը խաղարկվեց նաև Կիրանցում, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց միակողմանի զիջումների, եւ եթե նա կարող էր ճակերտավոր այդ process-ը արդարացնել, որ գործընթաց գնաց, սահմանազատում եղավ եւ այլն, այս պարագայում ինքը ոչ թե զսպելու է ագրեսիան տվյալ իրավիճակում, այլ արագացնելու ագրեսիա, բացատրեմ ինչու։ Տեսեք, Ադրբեջանը տեղեկատվական ու գաղափարական բլոկադայի մի նոր փուլ է սկսել, երբ բոլոր միջազգային ակտորները փաստացի երկրից դուրս են հանում, Կարմիր խաչ, տարբեր UNICEF եւ այլն, բոլորին դուրս է հանում, այսինքն դա ցույց է տալի, որ պետությունը ավտորիտարիզմից անցնում է տոտալիտարիզմի, ավելի տանգավոր, ավելի փակ համակարգի, որտեղ ինքը պետք է մնա անպատիժ։ Սովորաբար տենց դասական, այսպես ասած, դասագրքային տրամաբանության համաձայն նման քայլի գնում են մեկ, եթե գնում են լայնամասշտաբ խոշոր ռազմական գործողություններ, երկրորդ, եթե տնտեսական լուրջ խնդիրներ է սպասող եւ կանխատեսվում սոցիալական որոշակի բողոքի ալիք։ Երկու սցենարն էլ Ադրբեջանի պարագայում չեն կարող բացառել։ Միևնույն ժամանակ ԵՄ դիտորդները, ես չեմ ասում իրան կանգնում, չգիտեմ, ես պաշտպանում են ադրբեջանցիներից, բայց իրենց տված զեկույցները, իրենց տված ազդակները որոշակի զսպաշապիկ են։ Հիմա երբ դու Ադրբեջանի աճող ագրեսիայի ֆոնին այդ ԵՄ դիտորդներին հանում ես ու քո իրավական ու քաղաքական ու միջազգային լծակներից հրաժարվում ես, այսինքն հնարավոր բոլոր միջազգային թեկուզ մինիմալ ներկայացվածությունը դու բացառում ես, այլևս պահող ոչինչ չի ունենալու։